Ինչպես տեսնում եք, ամենուր ձյուն է եւ այս տարի կարող է մահսել հունվար ամսվա համար եւ նաեւ ակնկալվում է փետրվարին աննախադեպ ձնածածկ կլինի։ Այս ձնածածկը բավականին մեծ անհարմարություններ է առաջացնում եւ երբեմն մենք շատ ենք տխրում, որովհետեւ հաճախ սառցադաշտեր են, հաճախ վնասվածքներ, մեքենաների վթարներ, բայց ցանկանում եմ ձեզ նշել, որ բավականին շատ ուրախանալու առիթ մենք ունենք, որովհետև այս աննախադեպ ձնածածկը, ինչպես տեսնում եք, ամենուր ձյուն է, բավականին կարևոր է բույսերի համար։ Նախ ամբողջ ձմեռ այս ձնածածկը վաղ գարնանը կսկսի հալվել եւ կկարգավորվի մեր հողի ջրային ռեժիմը, այսինքն խոնավությունը բավականին երկար կպահպանվի։ Երկրորդը, դուք գիտեք, որ ընդամենը մի քանի տարի առաջ մենք շատ մեծ խնդիր ունեինք եւ մի շարք մարզերում, հատկապես հացահատիկային շրջաններում, այդ ձնածածկը բավականին նոսր կամ ընդհանրապես չկար եւ գրեթե հացահատիկային մշակաբույսերի մեծ մասը վնասվեցին, հատկապես քամուց, քանի որ հողը չէր պաշտպանվում։ Այս տարի մենք այդ խնդիրը չունենք եւ ակնկալում ենք եւ հացահատիկային մշակաբույսերի բարձր բերք եւ ընդհանրապես բավականին բերքառատ տարի է կանխատեսվում։ Հաջորդը, ինչով է կարևոր ձյունը։ Ձյունը շատ կարևոր է, որը պայքարում է հիվանդությունների եւ վնասատուների դեմ։ Այսինքն, երբ որ այս ձնածածկը տաք օրերին սկսում է մի թեթև հալվել, ապա ներքևում գիշերը կրկին -10-15 եւ ավելի աշճանների դեպքում հողը սառչում է եւ վնասատուների այնտեղ վնասատուները կլինեն վնասակար միկրոօրգանիզմներ, նրանք ոչնչանում են, այսինքն դա կանխատեսվում է, որ այս տարի համեմատաբար, այսինքն նման հիվանդությունները կամ հատկապես վնասատուները ավելի քիչ կլինեն։ Հաջորդը դա բերքի բարձրացումն է։ Տեսեք, բերքը ձյունը իրեն հետ պարունակում է նաև ազոտ, չգիտեմ դուք գիտեք թե չէ, բայց դուք ինքներդ էլ գիտեք, օդի 78%-ը ազոտ է եւ այս ձնի հետ հող է մուտք գործում նաև միկրոտարեր եւ ազոտ, որը իսկապես բարձրացնում են բերքատվությունը։ Լավ է, որ մենք չունենք ցերեկային ժամերի բարձր ջերմաստիճան, հաճախ դուք գիտեք ձմռան այդ բարձր ջերմաստիճանը, հատկապես հունվար, փետրվար ամիսներին բավականին վատ է անդրադառնում բույսերի հետ եւ սկսում են բույսերը 1-2 օր աշխատել եւ անմիջապես երբ որ վրա է հասնում ցուրտը, ապա մենք ունենում ենք, կարելի ասել, բավականին բերքի կորուստ։ Տեսեք, բույսերի ամբողջ սեզոնային ցիկլը պահպանվում է, այսինքն բույսը անցնում է, գիտեք, ամռան, ամառ, աշուն եւ հանգստի շրջան եւ նրանց հանգստի շրջանը լիարժեք է դառնում, հետեւապես նրանք արդեն գարնանը բավականին մեծ էներգիայով մուտք են գործում վեգետացիոն շրջան։ Նաեւ էկոհամակարգերի հավասարակշռությունը, որովհետեւ տեսեք, այս տարի ամբողջությամբ պատված են ջրով, թե ձնով կներեք, թե անտառները, թե բացատները, եւ թե խոտաբույսերը, թե հացահատիկի ցանքատարածքները, եւ այս դեպքում էկոլոգիական հավասարակշռությունը եւս շատ կարեւոր է։ Այնպես որ երևի պետք է մի քիչ ներողամիտ լինենք եւ սպասենք բարձր եւ առատ բերքի։ Մի շատ կարեւոր բան, այս ձյունը նաեւ նպաստում է վիրուսների քչացման, այսինքն մեր առողջության համար եւս կարեւոր է, եւ եթե դուք նկատում եք այս ձնի շրջանում կարճ ասած վիրուսների կամ մասսայական վարակիչ հիվանդությունների դեպքերը բավականին քչացել են։